Amen.
դրագրի իդիալի։ Քրիստոսի հարության եզերական ծավալները երբեք ու երբեք չեն նշնցանացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքի արժեք։ Այլ այն երկրավոր կյանքը դարձնում են հավիտենական կյանքի նախասրահ։ Առանց արության երկրավոր կյանքը դատապարտված է վերածվելու ընդամենը մի մրցած տարեցի։ Մի բայր, որ մրցանակ կարող է դառնալ փչացող նյութը, ամրով գերեզմությունը, ջլատվող ուժը և օշիանցող իշխանությունը։ Առանց արության ջնջվում են բնակեցելը ներքի և առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց արության չկա սահմաններ ու չկա ուղենիշեր, չկա նպատակներ ու չկա միջոցներ, վերջապես չկա կյանք, այլ կա միայն ու միայն սրբկած ու աննպատակ դիպված դեպի երեսում։ Այսպես է հատուկենը շղթումը, ոչնչացում կյանքը, մարդուն մխում ինքնաստվածացման, սեփական ցանկությունների և իրավունքների հացարձակացում։ Մինչդեռ արության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուր անդրվար ծնունդից մինչև մահ հրթության մի օղակ է հավիտենության շղթայում։ Արության լույսի ներքո երկրի գործերը արձագանք են ստանում երկրում և երկրի ջանքերը կանձեր են դառնում առողջության մեջ։ Երկրքին ու կրկին ճշմարիտ է առարկանը և ասում է, եթե Քրիստոս հարություն չի արել, ուրեմն ունայն է և իզուր է մեր հավատքը։ Մեր ժողովուրդը անցել է հարյուրավոր, հազարավոր տարիների իր պատմության մեջ արտավիողների միջով։ Սմբլուր խմել է դառնության բաժակը, հաջավան արտնչել է աղետների ու հորդաների ներում։ Երբեմն խելահեղ միուսախապության գործել է փախոստալ ողբերգական և ցավալի իրականությունից։ Երբեմն նույնիսկ ասացի տակ է ապրել հարության ճշմարտացիությունը և խոր ցավերի ու վշտերի մեջ, հուսախաբության մեջ հաստատել անգամ Աստծո գոյության։ Բայց մեր ժամանակ միշտ շարունակել է ապավինել հարությանը և պայքարել։ Այսօր ևս մենք փոփոխություններ ենք հաղթահարում։ Շարունակում ենք սևասանական փոփոխությունների հետևանքները և շարունակում ենք հանդիպել որվածած, անջատված, բայց արդեն զերացած հայացքներ ունեցող երեխաների։ Տեսնում ենք ցավից գալազող որտեղ կորույս մայրերի ցանկացած աչքեր, այլևս արցախահայերի վշտահար ջերմեր, վանտերում ապօրինաբար պահվող, խոշտակվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից և չքավորությունից խորացած ու խեղճացած մարդիկ։ Եվ նույն ժամանակ այսօր Քրիստոսի Սուրբ Հարությունից 2000 տարիներ հետո տեսնում ենք մարդկային ցավի և կարիքի նկատմամբ անտարբեր ու
ուսումնական ոգիներ, որոնք իշխության բացման գնով հարկ ու անձնական բարեկեցություն են տեսնում են բարձր ամբիոններում ճամակակով հռետորներ, որոնք իրապաշտության հանգարցների մեջ այլենադատություն, պատմական հիշողությունից հրաժարվում և ինքնաժրկում են կրում։ Տեսնում են խոսքի աչպարարներ, որոնք ազատության և արդիականության զարգանքի մեջ սանձազարգություն են տարածում։ Տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության հավաքակող շրջանահանդեսում իբրև թե գիտելիք և բարեկամություն են բացառում։ Եվ հետաքրքիր է, սրանք բոլորը բացառում են այն ամենով, ինչի համար ըստ էության պետք է ամաչել։ Ամաչում են այն ամենից, ինչով պետք է բարձրանալ։ Այսպես է, պատիվն ու հարգանքը, անցյալ ու ներկա և ապագա հաջորդի հանդեպ մարմնապաշտպանության չենջահող վագինի մեջ։ Միթե այս ողբալի պատկերների առջև չի նսեմանում սուրբարության հրաշքը։ Ինչպես հավատալ, որպես չի սուրբարության խորհուրդը կյանք և տրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար այս վիճակներում։ Քույրեր և եղբայրներ, ես չունեմ խոսքեր ամոթելու ձեզ հարության ճշմարտացիության մեջ, չունեմ նաև բառեր հավաստիացնելու ձեզ հարյուրենական կյանքի իսկությանը։ Ունեմ միայն համոզում, որ չի կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվան։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքը ավարտվել գացով և ողբերգությամբ։ Չի կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ու բովանդակությունը։ Եվ վերջապես ունեմ համոզում, որ Հիսուս, նույն Հիսուս, որը չարչարվեց, խաչվեց, մահվան պատմվեց, հենց այդ նույն Հիսուս հարություն է։ Եվ հենց դրանով էլ Աստված։ Աստված չի կարող բանալ։ Եթե Աստված հեռաց է, ուրեմն ընդունայել է մեր քարոզածը և Հիսուս է մեր հավատը։ Եվ մանրամասն մեր ողջ կյանքն ու ընթացքը։ Բայց քանի որ մանրամասն չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի ադրությունը և անժխտելի Աստծո լինելիությունն ու մասնակցությունն է։ Եվ վերջապես իհարկե ավելի գյուղին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես հարություն է ապրել, քան հավատալ նրան, ընդունել այն, որ Աստված մահացավ։ Եվ ուրեմն գործողությունները վերածենք կյանքի զորացման։ Սայթակելուց հետո վեր կանգնենք, վեր լինենք, մեղաչելուց հետո չտանտանենք հավատալարությունը, մերժենք նրա հավատությունը, մերժենք կասկածները, պայքարենք մեղքի դեմ նախիքներս մեր մեջ, և հետո այլ տերերում և այլ տերերում, պայքարենք կյանքի համար, պայքարենք արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար, պայքարենք առաջընթացի և կատարելագործման համար, և չկա պայքար մահը ամենուր։ Բարեջունն ամենուր է,
ամենուր է, երբ ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքը և կենտրոնում է։ Արություն այնտեղ է, ուր չկա ատելություն և ուր չկա թշնաման։ Արություն այնտեղ է, ուր խորտակվում է չարի պատնեշը և արություն այնտեղ է, ուր կենցում է միաբանությունը, ամերաշտությունը և տրկավորում է սերը։ Եվ ուրեմն ողորմյալ լինի Տիրոջ սուրբ արությունը, թող Քրիստի սուրբ արության շնորհները հաղթորեն, սփռվեն արքայություններում և անհանգամանք այդ կյանքից ներս այժմ և հավիտյանս հավիտենից ամեն Քրիստոս արյալ